Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև։ Պարոն Բաբայան, նախ ընդհանուր առմամբ ամփոփելով 2025 թվականը, տեսեք, կարծես թե 25 թվականը այն իմաստով տարբերվեց, որ մենք առաջին անգամ սկսեցինք խոսել մեզ համար անսովոր մի թեմայից, խաղաղությունից։ Մինչ այդ մենք խոսում էինք հետպատերազմյան շրջանից, պատերազմին նախապատրաստվելուց, դրա հավանականությունը այս կամ այն չափով լինելուց, մեկ էլ սկսեցինք խոսել նոր իրողության մասին, խաղաղությունից, ինչ է կարծում մենք արդեն պատրաստ ենք, ընդունում ենք այդ նոր իրողությունը եւ նաեւ պատրաստ ենք աճեցնել այդ խաղաղությունը, գնալ այդ ճանապարհով նաեւ 2026 թվականին։ Որովհետեւ նորություններին մենք մի քիչ դժվար ենք պատրաստվում, դժվար ենք գնում։ Շնորհակալություն։ Կարծում եմ կարգին կարևոր հարց է շոշափում, բայց խաղաղությունը դա աբստրակտ հասկացություն չի, հա, որ խոսում ենք պատերազմի մասին, հիմա խոսում ենք խաղաղության մասին։ Ես կարծում եմ մենք ավելի կարևոր հարցերի մասին ենք սկսել խոսել եւ հնարավոր չէր բարձրացնել այդ հարցերը եւ չանդրադառնալ խաղաղության։ Մենք սկսել ենք խոսել պետություն կառուցելու մասին։ Երբ կառուցում ես պետություն, հասկանում ես, որ խաղաղությունը դա այն անհրաժեշտ գործոնն է, որը թույլ կտա քեզ կառուցել ինքնիշխան պետություն։ Եվ կարծում եմ, որ 25 թվականը միգուցե նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ մենք ոչ միայն խոսում էինք դրա մասին, այլ նաև կոնկրետ գործնական քայլեր են։ Այս ավելի կարևոր է։ Որտեղ ընդհանրապես բոլորն էլ սիրում են խոսել խաղաղությունից, ոչ պատերազմի մասին չի խոսում, բայց խաղաղությունը նաև ենթադրում է որոշակի քայլեր։ Հաշվի առնել հազար մի հանգամանք, հասկանալ, որ երկրի պաշտպանությունը դա միայն բանակը չի, դա տնտեսությունն է, դա կրթությունն է, դա գիտությունն է, դա առողջապահությունն է, դա ամեն ինչ է, որտեվ այդպես չի լինում, որ կաթսայի մեջ միայն մի տեղ ջուրը եռա, մնացած տեղ պաղ լինի, մենք երկար ժամանակ ասում էինք, որ մեր միակ կայացած ինստիտուտը դա բանակն է, եւ պարզավոր այդպես չի լինում, իսկ հետո տեսանք, որ դա էլ այդպես չի։ Այնպես որ կարծում եմ 25 թվականի ամենամեծ ձեռքբերումը նա է, որ մենք իրականում շատ սթափ մտածելով սկսել ենք կառուցել պետություն։ Եվ սա ենթադրում է նաև մտածողության փոփոխություն, որովհետև մենք իրականում այդ փորձը չունեինք եւ մտածողության մեջ չունեինք։ Մենք հոյակապ երևի գիտեինք, թե ինչպես պետք է կառուցել գաղութ, ինչ է կարևոր գաղութի համար, եկեղեցի, դպրոց, թատրոն, չգիտեմ, փակ միջավայր, հանգարցակի օտարազգի որևէ մեկը չմտնի, մեր արյունը չպղտորի եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց թե ինչպես է պետք կառուցել պետություն, մենք չգիտեինք, որտեղ առաջի հանրապետության շատ կարճ եւ շատ ողբերգական փորձը պարզավոր չէր կարող ծառայել որպես օրինակ, երկրորդ, որ այդքան էլ չեմ սիրում ասել, անվանել հանրապետություն, որտեղ իրականում չէր համապատասխանում հանրապետության պարամետրներին, բայց քո փոխարեն էին կառուցում քո հանրապետությունը, երրորդը, ինչ որ մի մաս վերցրել էինք մեր վրա, ինչ որ մի մաս հանձնել էինք էլի ուրիշներին, հիմնականում անվտանգությունը, թե ինչ բերեց այդ անվտանգությունը, դա էլ տեսանք այդ հույս ավելի շուտ այդ անվտանգության հանդեպ եւ նոր հիմա անում ենք այդ քայլերը եւ կարծում եմ առաջին հերթին այդ քայլերը կատարվում են մտածողության մեջ։ Ընդ որում ես կարծում եմ, որ այստեղ նաեւ մեծ դեր է խաղում այն, որ եկել է նոր սերունդ։ Կա մտածողության փոփոխությունը։ Ես կարծում եմ նաեւ սերունդի, նաեւ բաց սահմանների, որ մարդիկ տեսնում են աշխարհը ինչպես է ապրում, կարողանում են համատել։ Իսկ այն փոփոխությունները, որոնք կատարվում են հիմա, միգուցե բերում են մի շատ լավ տենդենսի, հուսով եմ, որ դա կշարունակվի, որ այն գիտելիքները, որ ձեռք են բերում, այն փորձը, որ ձեռք են բերում, այն սպասումները անձնական կարիերայից, որ ունեն, փորձում են իրագործել մեր երկրում։ Որտեղ առաջ բոլոր դեպքերում գնալը, ավելի հարմար տեղ գտելը,
համարել, որ կյանքը մի անգամ է տրված եւ պետք է կարողանաս քեզ իրագործել ամբողջովին եւ դրա համար համապատասխան պայմաններ են պետք։ Սրա համար պետք է խաղաղություն։ Եթե մենք չունենանք խաղաղություն, մենք կշարունակենք նույն ճանապարհը, արտագաղթ եւ հիմնականում ամենալավ գլուխները կգնան։ Եվ մենք կզբաղվենք միայն հայրենասիրական երգեր երգելով, այլ ոչ թե պետություն կառուցելով։ Դրա համար մտածողության փոփոխությունը 26 թվականին իհարկե այնպես չեղավ, որ մեկ օրում փոխվեց մտածողությունը։ Դա երկար տարիների աշխատանք է, բայց որպես ձեռքբերում 25 թվականի ես կարծում եմ դա է խաղաղություն եւ պետության կառուցում։ Առաջին հերթին կարևորություն այդ երկու ամենակարևոր դիրքերի, պետությունը մտածողության մեջ։ Պարոն Բաբայան, ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, որ արդեն նաև ընկալում կա, որ սա իմ պետությունն է, սա իմ տունն է, որովհետև դուք էլ ասացիք, որ հիմա երիտասարդությունը չի ձգտում դրսում գնալ իրացնել իր գիտելիքները, իր իմացությունները, այսինքն հասկանում է, որ ինքը այս երկրում պիտի աշխատի, այս երկրի շենացնելու նաև համար պիտի աշխատի, այսինքն այդ տան զգացողությունը պետության ընկալումը արդեն ձևավորվում է մեզ մոտ, թե դեռ այդ ճանապարհին ենք։ Եթե ես չեմ սխալվում, որտեղ չեմ տիրապետում տվյալների, բայց լսել եմ, որ այսօրվա օրով այդքան էլ արտագաղթ չկա, ներգաղթ ավելի մեծ է։ Սա արդեն ցույց է տալի, որ որոշակի բաներ մտածողության մեջ փոխվել են։ Ես չեմ կարող ասել, որ այդ մտածողությունը համատարած տարածում ունի, որտեղ բոլոր դեպքերում չմոռանանք, որ այն մտածողությունը, գաղութային, նա ձևավորվել է հարյուրամյակների արդյունքում։ Իսկ այս մտածողության նյութը դեռ ավելի կարճ ժամանակ ունի, ապրած ժամանակ ունի։ Բայց մենք ամեն ինչը տեսնում ենք զարգացման մեջ, չէ՞ տենդենսի մեջ, սա է կարևոր, թե դեպի ուր է զարգանում։ Եվ այդ զարգացման տենդենսը ինձ անկեղծ ասած ուրախացնում է։ Մարդիկ սկսել են ավելի շատ հույսերը կապել սեփական ուժերի հետ։ Իսկ երբ մենք ասում ենք անկախ պետություն, ինքնիշխան պետություն, դա էլ աբստրակտ հասկացողություն չի։ Դա անկախ մարդկանց համայնք է։ Մարդիկ, որոնք սեփական ճակատագիրը պահում են սեփական ձեռքերում։ Եվ ես պատասխանատու եմ ինձ զգում իմ սեփական ճակատագրի հանդեպ, ես սկսում եմ այդ պատասխանատվությունը հետո տարածել իմ ընտանիքի հանդեպ, իմ բարեկամների, ընկերների, իմ ազգի, իմ ժողովրդի, իմ պետության, բայց հիմքը սա է սեփական անձի հանդեպ պատասխանատվություն։ Իսկ պատասխանատվությունը առանց ազատության չի լինում, ինչպես եւ ազատություն առանց պատասխանատվության։ Եվ երբ մենք խոսում ենք, շատ ուրախ եմ, որ վերջի տարիներին շատ դժվարությամբ, բայց այդ բառը մտնում է մեր լեքսիկոնի մեջ, քաղաքացի։ Էլի գաղութային էր, մենք շատ ենք խոսում, ազգ, ժողովուրդ, մենք նույնիսկ իրար որ դիմում ենք, Facebook-ում 3 հոգու դիմում ասում է ժողովուրդ ջան եւ այլն եւ այլն։ Մենք շատ դժվար ենք ընկալում այդ քաղաքացի բառը, որտեղ քաղաքացին դա նաև ազատություններ եւ պարտավորություններ կարող անձն է։ Քաղաքացին պետության հիմքն է։ Բայց կարծում եմ տենդենսի տեսակետից դա մենք ունենք դրական շարժում։ Պարոն Բաբայան, շատ կարևոր մտածելակերպից խոսեցիք, գաղութային այդ մտածելակերպը։ Տեսեք, տարիներ շարունակ մեզ նաև հրամցվել է կամ ստեղծվել են այսպես թշնամիների կերպարներ եւ պաշտպանների կերպարներ։ Մեզ սովորեցրել են դրան, որ կան հստակ թշնամիներ եւ այդ թշնամիներից մեզ պետք է պաշտպանեն, ճակերտավոր ասած, էլի փրկիչներ է։ Հիմա մենք արդեն դուրս ենք գալիս նաև այդ մտածելակերպից, որ մենք ենք մեր պաշտպանը, ինչ որտեղ նաև մենք ենք մեր թշնամին, որովհետև այդ թշնամիներին մենք ենք մեր գլխում ստեղծում։ Շատ լավ բառ օգտագործեցիք, մենք ենք մեր թշնամին։
Այս դրանից է պետք ազատվել։ Նայեք, այս բանը, այս դիլեման, եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան կլինի եւ այլն, կամ, սա գալիս է նրանից, որ մտածողության մեջ միևնույն է տեղավորվում է միայն մեկ թեզ, որ Հայաստանը չի կարող ինքնիշխան ապրել։ Նա անպայման պետք է պարկի ինչ-որ մեկի տակ։ Եվ եթե ոչ Ռուսաստանի տակ, ուրեմն Թուրքիայի տակ։ Ուրեմն ավելի լավ է Ռուսաստանի տակ։ Այ եթե կոտրում ես այդ մտածողությունը, որ դու կարող ես ինքնիշխան լինել, որ դու կարող ես ինքդ ընտրել քո դաշնակիցներին, որ դաշնակից, այսպես ասած, հավերժ տրված մի հասկացողություն չի, սա գալիս է նայած ինչ խնդիրներ են ձեզ միավորում, որ ժամանակաշրջանում, որ տարածաշրջանում, ինչ նպատակով եւ այլն, բայց որ դու ինքդ ես ընտրում դա։ Որտեւ իրականում, երբ մենք խոսում ենք ազատության մասին, ազատությունը դա ընտրության հնարավորությունն է։ Եթե դու ինքդ ունես ընտրության հնարավորություն, դու արդեն ազատ ես։ Եթե դու ասում ես, ես ընտրություն չունեմ, ես կամ սրա տակ պետք է պարկեմ, կամ սրա տակ, դու ազատ չես, ու դու ապահովել չես, ինչը ցույց տվեց իմիջիալոց ոչ միայն մեր պատմությունը, այլ նաև բազմաթիվ երկրների պատմությունը, որոնք իրենց անվտանգությունը կապել էին, ասենք, մի մեծ կայսրության հետ, իսկ այդ կայսրությունը չապահովեց այդ իրենց ազատությունը կամ անվտանգությունը։ Ես կարծում եմ, եւ այստեղ ես անկեղծ ասած տեսնում եմ շատ նուրբ աշխատանքի կարիք։ Ոչ թե մեղադրելու մարդկանց, այլ փորձել բացատրելու, որտեղ պետք է հասկանանք, որ դարեր շարունակ այդ մտածողությունը սրսկվել է մեր մեջ։ Ավելին, դա տվել է հնարավորություն, որպեսզի մեր հաշվին լուծվեն ուրիշ հարցեր։ Բերեմ միգուցե ոչ այդքան միգուցե տեղին, բայց կարծում եմ նաև շատ բանի մասին ասող օրինակ։ Ցեղասպանություն մեր պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը։ Քանի երկրներ օգտագործեցին ցեղասպանության ճանաչման փաստ իշահ իրենց։ Ինչ ունեցանք մենք արդյունքում։ Մեր արդյունքը 0։ Մենք փաստորեն սպասարկում ենք ուրիշի շահերը։ Ընդ որում ժամանակավոր շահեր։ Այս ժամանակաշրջանում խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, բարձրացնում են հարց, հետո չունեն, հանում են այդ հարցը։ Մենք ինչ ունեցանք։ Մենք ինչ շահեցինք, բացի բարոյական հաղթանակներից, հա, ոչ մի բան։ Այ ինչպես անել, գուցե այս օրինակը, որտեղ միշտ պետք է վերլուծել քո գործողությունները ստացած արդյունքով։ Այ մի հատ փորձենք վերլուծել, թե մենք ինչ արդյունք ենք ակնկալում եւ ինչ արդյունք ենք մենք ստանում գործողություններից։ Այս մշտական թշնամի, մշտական բարեկամ հասկացողությունից արդյունքը որն է, արդյունքը մեր համար դրական էր, թե մեր համար բացասական էր։ Երբ որ մենք տեսնում ենք եւ կողքի երկրներ եւ տարբեր ուրիշ երկրներ, որոնք միգուցե ոչ պակաս դաժան պատմություն ունեցել, կարողացել են այդ մտածողությունից դուրս գալ։ Եվ կարողացել են հասկանալ, որ միայն հետ նայելով դու քո ապագան չես ստեղծի։ Որ նայել պետք է 4 կողմը, շատ արագ կողմնորոշվել առավել եւս այսօրվա աշխարհում, այսքան արագ փոփոխական աշխարհում։ Ես կարծում եմ, այստեղ պահանջվում է լուրջ խոսակցություն, եւ մարդիկ պատրաստ են այդ խոսակցությանը։ Գիտեք, երբ պատրաստ չեն, երբ իրենց վախեցնում են, որտեղ վախը անջատում է ուղեղը։ Վախը անջատում է ուղեղը, վախը ծնում է ատելություն, ատելությունը ծնում է իր հերթին վախ, եւ դու գտնվում ես այս փակ օղակի մեջ եւ չես կարող դուրս գալ, որտեվ եւ վախենում ես, եւ ատում ես, եւ քո հայկական ինքնությունը արտահայտում ես ինչ որ sense դեմոնստրատիվ ակտերով, որոնք իրականում ոչ մի օգուտ ոչ մեկին չեն տալիս։ Բայց ինչպես կենցաղային մակարդակով ասում են, հայհոյեցի ու սիրտս հովացավ, մենք փորձում ենք դա բերել պետական մակարդակին։
Եվ դա ուժի որպես դրսևորում ցույց տալ, որտեղ իրականում ես կարծում եմ, որ հայհոյանքի վիրավորանքը դա միայն թուլության նշան է։ Նման ակցիաները ագրեսիվ դրանք թուլության նշան են։ Դրանք պարտվողի հատկություն են։ Դու կարող ես պարտություն կրել պատերազմի ժամանակ, բայց թույլ չլինել։ Եվ թույլ ես դու, թե ուժեղ ես դու, երևում է քո պահվածքից։ Եթե դու քո կրած պարտությունը փորձում ես կոմպենսացնել ինչ-որ ձևական ակցիաներով, դու պարզապես հերթական անգամ ստորագրում ես, որ դու թույլ ես ու արժանի ես պարտության, որտեղ դու չես կարող մտքով, խելքով, աշխատասիրությամբ, տաղանդով դրսևորես քեզ որպես ուժեղ, քեզ մնում է անել ինչ-որ պարզապես ձևական ակցիաներ։ Հիմա մեզ ինչպես ենք դրսևորում, պարոն Բաբայան, հատկապես 20 թվականի պատերազմից հետո։ Մենք մեզ թույլի նման ենք դրսևորում, ուժեղի, թե, չգիտեմ, վախկոտի, թե ատող մարդու, մենք ինչպես ենք մեզ դրսևորում։ Գիտես, ես այդքան էլ չեմ սիրում այդ բառը, մենք, որտեղ մենք շատ տարբեր ենք։ Մեր մենք այդ միասնությունը բնորոշ է ընդհանրապես տոտալիտար, ավելի ասեմ, մտածողության միասնությունը, տոտալիտար համակարգերին։ Մարդիկ շատ տարբեր են մտածում։ 20 թվականը պատերազմը եւ պատերազմի արդյունքները շատ-շատերի համար դարձան ավելի իմաստուն լինելու պատճառ, շատ-շատերի համար։ Մենք ավելի մակերեսային ենք, եթե կարելի ասել, այստեղ մենք կարելի ասել հանրությունն իր մեծամասնությամբ ավելի մակերեսային էր մոտենում աշխարհին, այն ինչ որ կատարվում էր մեր շուրջը, այն ինչ որ անում էր մեր թշնամին, այն ինչ որ անում էր մեր բարեկամը, փորձեմ այդ խոսքերը օգտագործել։ Բայց ընդհանրապես պատերազմները եւ պատերազմում պարտությունները ունեն այդ տեսակ ազդեցություն։ Ամենակարևորը թե ինչ դասեր դու կքաղես։ Նայեք, երկրորդ համաշխարհային պատերազմ պարտվեցին Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան, հա։ Հիմա Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան ամենաառաջադեմ երկրներից են։ Հաղթեց սովետական միությունը, որը չկա։ Իսկ Ռուսաստանն իր ժառանգորդը չես անվանի դա հաղթած երկիր, դա պարտված երկիր է, այսօրվա իր տնտեսությունով, գիտական մակարդակով, այն պատերազմով, որը նավարում է Ուկրաինայի դեմ, որը արդեն իր ժամանակով հավասարվեց մեծ հայրենական պատերազմի հետ եւ ոչ մի արդյունք իրականում 0.1%, 0.5% տարածքի Ուկրաինայի, երբ որ այդ նույն ժամանակի ընթացքում սովետական զորքերը հասել էին Բերլին արդեն։ Ես կարծում եմ շատ կարևոր է, որ դու սթափ գնահատելով քո ուժերը ու կարողությունները հասկանաս, թե որ ոլորտում դու կարող ես դառնալ հաղթող։ Այնպես չի, որ պատերազմն է միայն դարձնում քեզ հաղթող։ Էլի են բերում Գերմանիայի ու Ճապոնիայի օրինակները։ Ուղերն է դարձնում քեզ հաղթող։ Աշխատասիրությունը, տաղանդը, ճիշտ մոդելը, որը դու ընտրում ես կյանքի, չգիտեմ, բոլոր ոլորտների, մշակույթը, որը ոչ թե ձևական բան է, այլ դառնում է քո ներսի պահանջված կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Շատ կարևոր է, ինչով ես դու ուզում հաղթել։ Դու ուզում ես հաղթել ֆիդայական երգերով, թե դու ուզում ես հաղթել ուղեղով։ Ժամանակակից տեխնոլոգիաներով, աշխարհի առաջ բաց լինելով, կիրառելով այն ամեն ինչ, որ ունի այսօր պահանջարկ, մտածելով, թե դու ինչ կարևոր դերակատարում կարող ես ունենալ առաջադար երկրների ընտանիքի մեջ, այլ ոչ թե պահկվես ինչ-որ բռնակալական համակարգի մեջքի հետևում, ասես պաշտպանի ինձ, ես էլ քո ստրուկս եմ, ինչ ասես կանեմ։ Սա շատ կարևոր է, հաղթող ուզում են լինել բոլորը, դա նորմալ հատկություն է եւ մարդու։ Մենք էլ զբաղվում ենք ինչ-որ աշխատանքով եւ ուզում ենք մեր աշխատանքի մեջ հաղթող լինենք, չէ։ Նույնը պետությունները,
բայց պարզապես պետք է ընտրել։ Որտեղ հաղթել ինչ։ Որտեղ հաղթել։ Եվ որն է 21-րդ դարի հաղթանակի չափանիշը։ Սա է կարևորը եւ կարծում եմ այս մտածողությունը ձևավորվում է։ Գուցե մի քիչ ավելի դանդաղ, քան անձամբ ես կուզենայի, բայց դե էլի ասում եմ տենդենսը տեսնում եմ։ Նաեւ տեսնում եմ հակառակ շարժում, հա, փորձել կանգնացնել, փորձել ասել, որ սա ազգային ինքնությանը դեմ է։ Դե այդ ազգային ինքնությունը շատ հաճախակի շոշափվող հարց է եւ շատ իմ համար մի քիչ անհասկանալի։ Ես 20 տարի ներկայացնում եմ տեխնիկային թատրոնը տարբեր միջազգային բեմերում, որտեղ մարդիկ առաջին անգամ լսում են Արմենիա բառը, բազմաթիվ մրցանակներ, բարձր մակարդակի ներկայացումներ, սա ազգային ինքնություն է, թե ազգային ինքնությունը ապրիլի 23-ին գնալ Ծիծեռնակաբերդ ու դրոշակայրելն է։ Ես ուզում եմ իմանալ որն է ազգային ինքնությունը։ Ազգայինը դա որակն է, որը դու տալիս ես։ Եթե քո գործողությունների մեջ դու տալիս ես որակ, որով դառնում ես ճանաչելի ամբողջ աշխարհում, դու ներկայացնում ես ազգայինը։ Մնացած բաները իմ համար անհասկանալի են, ի՞նչն է դրանց ազգայինը։ Պարզապես ինչ որ շրջանակի համար ուրախանալ սեփական ատելության, ուրեմն ալիքներից եւ համարել, որ դու շատ մեծ ազգային գործ ես կատարել, որն է դրա արդյունավետությունը։ Եվ բազմաթիվ մարդիկ մենակ ես իմ օրինակը բերեցի պարզապես որտեվ ավելի հեշտ է, հա, որոնք ներկայացնում են հայ ազգայինը որպես բարձրորակ ոչ միայն մշակույթի ոլորտում, գիտության, առողջապահության, սրանք ազգայինը կրողը չեն, բայց նրանք չեն գորգորում դրա մասին ամեն օր։ Նրանք պարզապես անում են եւ աշխարհին ճանաչելի են դարձնում այն ոլորտը, որ իրանք ներկայացնում են որակյալ, իրենց ազգային բաղադրիչով։ Այնպես որ դա է սպեկուլատիվ, ուրեմն եւ դեմագոգիկ դրույթ, որ բայ մենք կկորցնենք մեր ազգային։ Իմիջիալոս այստեղ էլ կա գաղութային մտածողություն, որտեվ գաղութ ունի այդ պահանջը, հա, վայ հանգարցակի չամուսնանա մեկի հետո տարազգից, որտեվ գաղութը կսկսի կոտորվել, որտեվ գաղութի առաջ ուրիշ խնդիր է դրված։ Պետության առջև դրված է լրիվ ուրիշ խնդիր, քաղաքացի լինելը, որտեվ պետությունը պաշտպանում է քաղաքացին։ Պետությունը պաշտպանում է, բերեմ, ցենց օրինակ ռուսը, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որի երեխան ծառայում է մեր բանակում, իսկ ինքը վճարում է հարկերը, նա մեր պետության պաշտպանն է, անկախ իր ազգությունից։ Իսկ հայը, որ ապրում է Կրասնոդարում ու ոչ մի պարտականություններ չունի Հայաստանի հանդեպ, միայն այնտեղից թելադրում է, թե ինչպիսին պետք է լինի այստեղ իշխանությունը, նա բացարձակապես այս պետության համար արժեք չի, անկախ իր ազգային արմատներից։ Ես հատուկ բերեցի ռուսի ու հայի բաները, օրինակները։ Պարոն Բաբայան, ասացիք, որ որոշ մարդիկ կամ ուժեր կամ պետություններ փորձում են կասեցնել այդ զարգացումը, որի մասին դուք խոսում եք։ Ովքեր են այդ ուժերը, այդ մարդիկ, այդ երկրները եւ ինչու են փորձում կասեցնել այդ զարգացումը, ինչպես դուք ասացիք։ Ես չեմ կարծում, որ կբացվեն մեծ գաղտնիք, հա։ Նայեք, որ երկրներն են Ռուսաստանի դաշնակիցները։ Դրանք հիմնականում թեր զարգացած երկրներն են։ Եվ ստացվում է այնպիսի բան, որ Ռուսաստանը կարծես թե հետաքրված չի, որ իր դաշնակիցները զարգանան, որտեղ զարգանալու հետ միասին իրանք դուրս են գալիս Ռուսաստանի, այսպես ասած, հովանոցի տակից։ Նա կարծում է, որ պետք է պահել երկրները վախով, զինված ուժով, սպառնալիքներով, այլ ոչ թե տնտեսական առումով զարգացնել, հետաքրքիր դարձնել, մտնել մրցակցության մեջ։ Եվ հակառակը մենք ունենք արևմուտք, խնդիրը այստեղ ոչ թե Ռուսաստանին, արևմուտքին ուրեմն հակադրելն է։ Խնդիրը նա է, թե ինչպես են քեզ վերաբերում։ Ուզում են արդյոք, որ դու դառնաս զարգացած երկիր, այո, եւ քո առջև պայմաններ են դնում։
Մենք հաճախակի լսում ենք, չէ, ով է մեզ Եվրոպայում սպասում։ Ոչ ոք։ Այդ մենք ենք ուզում այնտեղ գնալ։ Իսկ մեր առջև բազմաթիվ պայմաններ կդնեն, որոնք մենք պետք է անցնենք, հաղթահարենք, որպեսզի կարողանանք քիչ թե շատ համապատասխանել այդ մակարդակին։ Ռուսաստանը նման պայմաններ չի դնում, դա իր համար կարևոր չի։ Զարգացումը կարևոր չի։ Եվ դրանից ելնելով էլ նայեք ով է սպասարկում Հայաստանում, այսպես ասած, այս երկրի շահերը եւ ամեն ինչ պարզ կդառնա։ Ես չեմ կարող տալ որևէ կուսակցության անուն, որտեղ դրա իրավունքը չունեմ, որպես հանրային խորհրդի անդամ, պարտավոր եմ պահպանել քաղաքական չեզոքություն, բայց փորձենք բաժանել երկու մասին եւ այստեղ ոչ թե մեկ կամ երկու կուսակցությունների մասին է խոսքը, ոչ այս ճամբարից ոչ այն ճամբար։ Ովքեր են ուզում Հայաստանը տանել դեպի առաջ, դեպի ապագա եւ ովքեր են ուզում տանել դեպի նախորդ շրջան։ Նոստալգիայից ելնելով, հազար ու մի հարցեր ելնելով, առաջ բերելով եւ ազգային դեմագոգիա կա, եւ անվտանգության հարց կա, եւ Ղարաբաղի հարց կա, եւ ամեն ինչ, բայց ուր ենք մենք գնում։ Առաջ թե հետ։ Բաժանում այստեղ է։ Մենք ուզում ենք առաջ գնալ։ Եվ իմիջիալոց ասեմ, որ այդ հետ գնալը անարդյունավետ է։ Դա կարող է տևել մի տարի, 10 տարի, չգիտեմ 20 տարի, բայց միևնույն է դու պարզապես վնաս ես հասցնում քո պետությանը։ Միևնույնն է դա քանդվելու է, որտեղ ժամանակը միևնույն է գնալու է առաջ, պարզապես դու ավելի շատ հետ ես մնալու։ Այսօրվա Իրանի դեպքերը ձեզ լավագույն դրա օրինակը։ Ինչքան կարելի է 21-րդ դարում պահել գեղերական պետություն, հա։ Հնարավոր չի։ Քանդվում է։ Եվ արդյունքում, ես չգիտեմ, կփոխվի իհարկե, բայց պարզապես երկիրը, որը դեռ 70-ական թվականներին համարվում էր ամենազարգացած երկրներից մեկը տարածաշրջանում եւ Թուրքիայի հետ մոտավորապես հավասար էին շարժում, հիմա հետ ամնացել երևի մի 60 տարի։ Հեշտ կլինի դա հաղթահարել, իհարկե ոչ։ Այնպես անենք, որ ինքներս մեզ վնաս չհասցնենք։ Պարոն Բաբայան, մեկ այլ դժբախտության մասին եմ ուզում խոսենք, դժբախտություն փոխաբերական իմաստով, բայց նաև այդ ընկալումը շատ երկար տարիներ եղել է, մեզ բարբերաբար փորձել են հրամցնել, կամ գոնե ես առնվազն մի քանի անգամ լսել եմ, որ արվեստագետ մարդը, ստեղծագործող մարդը ավելի լավ ստեղծագործում է վատ պայմաններում, պատերազմի պայմաններում, չքավորության պայմաններում, այդ ժամանակ մտավորականի միտքը ավելի լավ է աշխատում, ինքը ավելի լավ գործեր է ստեղծում։ Հիմա դա իրականությանը համապատասխանում է, այսինքն մտավորականին պարտադիր պետք է չքավորություն, սով, պատերազմ, որ մտավորականը ստեղծագործի, թե մտավորականը կարող է խաղաղության պայմաններում էլ ստեղծագործել, մշակույթ ստեղծել, արժեք ստեղծել։ Լավ հարց է։ Շնորհակալություն։ Ես չգիտեմ, արդյոք կա ինչ-որ հատուկ սցենար, թե ինչ պայմաններում կարող է ստեղծագործել մտավորականը։ Արվեստագետը, ասենք ասենք, որտեղ մտավորականը ավելի լայն հասկացողություն է։ Ես կարծում եմ արվեստագետի համար առաջին հերթին շատ կարևոր է լինել ներքուստ ազատ։ Եվ այդ ներքուստ ազատ լինելը պարտադիր չի, որ անպայման արտահայտվի քաղաքական դիրքորոշմամբ կամ քաղաքացիական ակտիվությամբ, դա արդեն կապված է բնավորությունից մարդու։ Բայց ստեղծագործությունը ինքը ենթադրում է ազատություն։ Դու ստեղծում ես նոր բան ստեղծելու համար դու պետք է ազատ մտածես։ Իսկ սոված փորին ընդհանրապես դժվար է ստեղծագործել։ Թող նրանք, ովքեր խորհուրդ են տալիս արվեստագետներին սոված փորին ստեղծագործել, փորձեն իրենք մի քանի օր սոված մնան ու ինչ-որ բան ստեղծեն։ Ես կարծում եմ ոչ, ես կարծում եմ, որ շատ կարևոր է պետության տեսակետից եւ վերջերս, երբ որ քննարկվում էր այդ հայեցակարգը, հա, ես ասացի, որ պետությունը միայն մի ձևաչափ ունի օժանդակելու արվեստագետին։ Նա պետք է օժանդակի տաղանդավոր արվեստագետին, այլ ոչ թե թեմաներին, որ արվեստագետը բերում է, որտեղ կարելի է բերել շատ կարևոր թեմաներ, բայց շատ անտաղանդ ձևով դա իրականացնել եւ իրականում արդյունքը կլինի լրիվ հակառակը։
Պետք է գտնել տաղանդավոր մարդկանց, ստեղծել իրենց հմայ պայմաններ, ես չեմ ասում, որ այդ պայմանները պետք է իրենց մեջ պարունակեն ուրեմն առանձնատուն, սեփական ուրեմն նավ եւ այլն, բայց էլեմենտար, որպեսզի մարդը կարողանա ստեղծագործել։ Դրանով պետք է մտահոգված լինի ոչ միայն պետությունը, այլ նաև հասարակությունը համապատասխան ֆոնդերով, մեքենացներով, հովանավորներով։ Սա մի համակարգ է, որ ամբողջ աշխարհում տարբեր ձևերով գործում է եւ անպայման չի պահանջել արվեստագետից շատ վառ քաղաքացիական դիրքորոշում։ Մենք հաճախակի խառնում ենք այդ երկու հասկացությունները, արվեստագետ եւ մտավորական։ Այդպես չի։ Մենք ես կարող եմ հիմա բազմաթիվ անուններ բերել հանճարեղ արվեստագետների, բայց դուք իրենց կյանքի ընթացքում լսած չեք լինի որևէ քաղաքացիական դիրքորոշում կամ մոտեցում եւ այլ։ Անցնում է ժամանակը, դրա մասին մոռացվում է։ Մնում է մենակ այն արվեստի գործը, որը նա ստեղծել է, եւ դա շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան օրվա պահանջի տակ արտահայտած ինչ-որ քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշում։ Եվ պարոն Բաբայան, փորձելով ամփոփենք, դեռևս վաղ է իհարկե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից խոսել, բայց այս տարին ենթադրում եմ բարդ է լինելու, հատկապես ընտրություններով պայմանավորված։ Դուք ինչ եք կարծում, խորհրդարանական ընտրությունները 26 թվականի դրանք պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու մասին են, թե դա ավելի շատ քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական ընտրություն անելու մասին է։ Այսինքն ավելի լայն է, քան պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելը։ Կարծեմ դուք ձեր հարցով արդեն պատասխանեցիք որոշակի չափով։ Մենք իրականում ապրում ենք պատմական ժամանակներում։ Եվ 26 թվականի ընտրությունները շատ ավելի կարևոր են, քան որևէ ընտրություններ, որոնք եղել են մինչ այդ։ Նրանք իսկապես պետք է, դուք ասում եք քաղաքակրթական, ես ավելի sense դրբաժանը մի քիչ ավելի կխորացնեմ։ Պետություն թե գաղութ։ Սա է ընտրություն լինելու։ Եվ մենք դեռ պետք է ծանոթանանք նախընտրական ծրագրերի հետ։ Մենք դեռ պետք է վերլուծենք, թե ով է դա առաջ բերում, ում հետևից ինչ ուժեր են կանգնած, բայց ես կարծում եմ եւ հույսս միայն մի բանի վրա է, անկեղծ ասած։ Ընտրողը պետք է մտածի, սա մեկ, ընտրողը պետք է պատասխանատու զգա իրեն իր ընտրության համար, ընտրողը պետք է թույլ չտա, որ իրեն խաբեն սիրուն խոսքերով, ընտրողը պետք է լինի երկրի տերը, սա է կարևորը, որտեվ ընտրողը ոչ թե ընտրում է իրեն տեր, այլ ընտրում է երկրի կառավարիչ, միայն երկրի տերը միևնույն ընտրողն է։ Այս պատասխանատվությամբ, եթե մենք մոտենանք, մեր երեխաների ճակատագրի համար վաղվա օրվա հանդեպ մտածելով, դնելով, վերլուծելով, հայմատելով, հասկանում եմ, որ մի քիչ դժվար է դա, բայց պետք է ժամանակ գտնել։ Իսկ ֆինանսապես շահագրգռել է պարոն Բաբայան, որովհետև քիչ չեն ուժերը, շարժումները, որոնք հիմնադրամներ են ստեղծում, ուսանողների վարձավճարներն են խոստանում վճարել եւ այսպես շարունակ, այսինքն սա նախընտրական տրամաբանության մեջ կարելի է հանգիստ դիտարկել որպես ընտրակաշառք, չեմ վախենա։ Ես կարծում եմ, այո, պետք է, ես չգիտեմ, մենք ունենք, կարծեմ ունենք համապատասխան օրենքներ, եւ օրենքը պետք է կիրառվի բոլորի հանդեպ, անկախ սակցական պատկանելությունից։ Այո, սա միայն Հայաստանի պրոբլեմը չէ։ Ընտրակաշառք ընդունված է շատ եւ շատ երկրներում բաժանել եւ երկրները պայքարում են դրա դեմ։ Տարբեր ձևի ընտրակաշառք են անում, բայց պետք է պայքարել դրա դեմ։ Ինչքան ավելի պետություն, նայեք, ես չեմ ասում իշխանությունը, չեմ ասում իշխողակցությունը, ինչքան պետություն ավելի ուժեղ լինի բոլոր նման դրսևորումների հանդեպ, իսկ տեղական ընտրություններում մենք տեսանք, որ նման ձևի պահված դրսևորում են նաև որոշակի իշխանական կառույցները, տարբեր գյուղերում, բաներում եղել են կարծեմ նման դեպքեր։ Ինչքան ավելի անաչառ մոտեցում եղավ, այդքան ավելի կոշտ կլինի այդ պայքարը եւ այդքան ավելի ճիշտ կլինի։
ընդཐուպ միջև զրկել իրավունքից մասնակցելու ընտրության։ Սա կարծում եմ շատ կարևոր է։ Մոլդովայի օրինակը վատը չէր, երբ որ ուրիշ պետության քո գործերի մեջ խառնվելը շատ կտրուկ ձևով ուրեմն ընդհատվեց։ Այո, խոսքը գնում է հիմա շատ կարևոր բանի մասին։ Խոսքը ոչ թե այս կուսակցությունը կամ այն կուսակցությունը կդառնա իշխող, եւ խոսքը գնում է քաղաքակրթական ընտրության մասին, խոսքը գնում է պետություն կամ գաղութ լինելու մասին։ Եվ այստեղ պետք են շատ կոշտ միջոցներ օրենքի սահմաններում, բայց պետք է պահպանվի, որպեսզի հանգարցակի որևէ մեկը օգտագործելով իր ուրեմն հարստությունը կամ ուրիշ երկրի ազդեցությունը կամ հազար ու մի ուրիշ կոմպոնենտներ չկարողանա ներազդել մարդկանց ազատ ընտրության վրա։ Ես չեմ ասում, որ ես համոզված եմ, որ ազատ ընտրությունում արտահայտված կամքը կարող է լինել շատ դրական, բայց ազատ ընտրությունները թամփացիկ ու գաղտնի ունեն մի մեծ առավելություն։ Ընտրողը պատասխան է կրում նրա համար, ում ընտրել է։ Նույնիսկ եթե անհաջող ընտրություն է կատարել, միևնույն է պատասխանատուն դու ես։ Սա է շատ կարևոր, որպեսզի ընտրողը երբեք չկարողանա ասել, դե ինչ անեմ։ Իսկ նրանք, ովքեր ուզում են գումար բաժանել, նրանց էլ մեր նախկին պատմությունից հիշեցնեմ մի բան, որպեսզի իմացեք, որ այն ընտրողը, որը վերցնում է ձեզնից գումար, նա ձեզնից գումար է վերցնում 1 օրվա համար, այլ ոչ թե 5 տարվա համար։ Եվ ընտրությունները, որոնք տեղի ունեցան 16 թե 17 թվականին, իսկ հետո 18 թվականին, այն ինչ որ կատարվեց, ցույց տվեցին, որ բազմաթիվ մարդիկ, որոնք փող էին վերցրել, նրանք վերցրել են 1 օրվա համար։ Հակառակ դեպքում այդքան արագ չէին փոխի իրենց ճամբարը։ Սա պետք է իմանալ, որտեղ փողով գնված իշխանությունը երկար կյանք չունի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Կհանդիպենք։